քարի վրա դնելով կառուցելու ենք այն երկիրը, որը կոչելու ենք ապրելու երկիր։ Ես ուզում եմ անկեղծ լինել, ապրելու երկրի ստեղծման գաղափարը մեզ համար դարձավ ապրելակերպ։ Ամեն օր, տարբեր քայլերով, տարբեր միջոցներով Հայաստանը բնակության վայրից դարձնելու լավագույն վայրը ապրելու համար։ Ապրեք բոլորդ։ Գիտեք, մենք այլ քաղաքական ուժերից պետք է տարբերվենք ոչ թե մեզ տրվածով, այլ մեզ տրվածից մեր ստեղծածով։ Հետևաբար մեր վարած քաղաքականության նշանակություն էլ պետք է գնահատենք այն փոփոխությամբ, որն առաջացնելու ենք այլ մարդկանց կյանքում։ Այսօր արդեն փաստ է։ Ապրելու երկիրը ավելի կուռ քաղաքական միավոր է։ Ունի ավելի մեծ քաղաքական կշիռ, քան նախկինում էր։ Սիրելի ընկերներ, այս ամենը հեշտ չի ձեռք բերվել։ Սա արդյունք է մարդկանց անձնազոհության, որոնց հաղթանակները հաճախ նրանց չեն ներվել։ Ասածս լոկ խոսքեր չեն։ Ահա Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հայկականության համար մղվող պայքարը և նրա կեցվածքը։ Ահա մեր ամենալուսավոր ընկերոջ Վալոդիա Գրիգորյանի դաժան սպանությունը։ Անվերջ, անշարժ ձեր երթում, ինձ բացակա չտնեք։ Ունենալու ենք իհարկե ապրելու երկիր եւ պայքարելու ենք դրա համար, որովհետեւ հենց անվան մեջ արդեն խոստում է ներառված ապրելու երկիր։ Շնորհավոր մեր կուսակցության 5-ամյակը, փառք հայրենիքի համար ընկած նահատակներին, ազատություն Բաքվի բանտում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին եւ ուժ ու կամք բոլորիս հասնելու մեր նպատակին։ Ես ողջունում եմ, շնորհավորում եմ, իմ լավագույն մաղթանքներն եմ ուղղում Ռուբեն Վարդանյանին, ձեզ, իմ ընկերներին, ապրելու երկրի այն սկզբունքայնության համար, որ այս կուսակցությունը բացառապես ընտրությունների ճանապարհով եւ քաղաքական ճանապարհով է տեսել Հայաստանում փոփոխությունները եւ հետեւողականորեն գնացել է այդ ճանապարհով։ Եվ ես մաղթում եմ բոլորիս այն ապրելու երկիրը, որտեղ իշխանությունը սուտ չի խոսում, իշխանությունը արժանապատիվ է եւ մենք մեր քաղաքացիները ապրում են արժանապատիվ։ Ընդդիմություն լինելը հեշտ բան չէ։ Դու երբեմն կայծակի տակ ես լինում, երբեմն անձրևի տակ ես լինում, երբեմն բերդում ես լինում։ Բայց ես զարմանում եմ ձեր վրա ոնց է կարողացել 5 տարի մենակ առանց մեծ աջակցության լինել ընդդիմություն այս բոլոր ճնշումների տակ։ Մենք պիտի վերափոխվենք, մեր կատարած սխալներից դասեր քաղենք, ինչպես նաև ուրիշների կատարած սխալներից, եւ հասկանանք այն բանաձևը, որով երկիրը ի վերջո կարողանալու ենք դարձնել ընտրությամբ ապրելու տեղ, ընտրությամբ ապրելու երկիր, ոչ թե զուտ, որովհետև այստեղ ենք ծնվել։